Ներկայացնեն թե այս ընթացքում ինչ կարգավորումներ են եղել, ինչ աշխատանքներ են տարվել, այնուհետև կշարունակենք հարցերով, խնդրեմ։ Հարկ է նկատի ունենալ հարցը քննարկելիս, որ այսօր էլ կենսաթշակները վճարվում են անկանխիկ եղանակով։ Ու կենսաթշակի վճարման ծառայությունը, ինչպես ցանկացած հասարակական հարաբերություն, էվոլյուցիա ապրեց կարգավորումներով հանդերձ։ Երևի բոլորս կհիշենք 90-ականների սկզբին մեր ծնողները, որ հետ էին կանգնում Խնայ բանկի մոտ, հետո գործընթացին մոտ միացավ հայփոստը, հերթը բաժանվեց երկու մասի, մինչև բանկային համակարգի զարգացման հետ զուգընթաց կենսաթշակի վճարման ծառայությունում ներգրավեցին նաև բանկերը։ Դրան հաջորդեց կենսաթշակային պլաստիկ քարտերով վճարումները, եւ այսօր մենք ունենք մի իրավիճակ, որ դեռևս 21 թվականից ներդրվեց կենսաթոշակների, այսպես ասենք, բացառապես անկանխիկ եղանակով վճարման համակարգը, եթե կհիշեք, սկզբում ներդրվեցին Երևան, Գյումրի, Վանաձոր, Արմավիր ներողություն, Վաղարշապատ քաղաքներում, հետո երկրորդ փուլով ներդրվեց մնացած քաղաքային համայնքներում, հետագայում 1000-ից ավել գյուղական բնակություն ունեցող բնակավայրերում եւ մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում։ Այս մասով կարծես թե անկանխիկ վճարումների համակարգը ներդրվեց, ավարտվեց եւ ինչով է տարբերվում այս համակարգը նախկինում գործող համակարգից, երբ եւս կենսաթշակային քարտերով վճարումներ էին կատարվում, տարբերությունը կայանում էր նրանում, որ եթե կարող էր կենսաթոշակառուն ընտրել ինքը վճարման եղանակը կանխիկ թե անկանխիկ, ապա 21 թվականից հետո իմ նշած այսպես փուլերով անցնելով կենսաթոշակառուն պարտավոր էր ընտրել բանկ եւ կենսաթշակը ստանալ բացառապես անկանխիկ եղանակով։ Գործող կարգավորումների շրջանակում այս համակարգից դուրս մնացին 75 տարին գերազանցած մեր կենսաթոշակառուները, առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձիկ կամ ֆունկցիոնալության գնահատման համակարգի տերմիններով ասած ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձիկ։ Այսինքն ներկա այս փուլում այս 3 խումբ շահառուները եւս կվճարվեն անկանխիկ եղանակով, այսինքն բանկերի միջոցով։ Ինչու կայացվեց այս որոշումը, մնացել են հիմնականում այն տեղաշարժման սահմանափակում ունեցող մեր շահառուները եւ այնուհանդերձ որոշվեց, որ այս դեպքում եւս անցնելու են անկանխիկ վճարման։ Որոշումները կայացվում են ընդհանուր պետական քաղաքականության համատեքստում, արդիական է, էական է, կարևորվում է հնարավորինս մեծ թվով անկանխիկ գործառնություններ կատարելը, անկանխիկ գործառնությունների շրջանակը ընդլայնելը։ Մյուս կողմից կառավարությունը որդեգրել է քաղաքականություն, որ կենսաթոշակի աճը ապահովում է ի հաշիվ հետվճարի, այսինքն անկանխիկ գնումների։ Եվ ստացվում է մի իրավիճակ, որ եթե կենսաթոշակառուն իր կենսաթոշակը ստանում է կենսաթոշակային քարտով, ապա նրա կենսաթոշակն ավելանում է։ Իդեպ ասեմ, որ փետրվարին արդեն առաջին անգամ նոր դրույքաչափերով կհաշվի հետվճարը եւ առավելագույն չափը կկազմի 10,000 դրամ կամ կատարած անկանխիկ գործառնությունների 20%-ը։ Մյուս կողմից ստացվում է այն անձը, երկու անձ ունեն նույն կենսաթոշակը, մեկը հնարավորություն է ստանում առավելագույն 10,000 դրամով լրացուցիչ գումար ստանալ, որտեղ ինքը ստանում է անկանխիկ եղանակով, իսկ մյուսը, որ ստանում է կանխիկ եղանակով, այդ հնարավորությունը չունի։ Համակարգի ներդրումից հետո բոլոր կենսաթոշակառուներն արդեն հնարավորություն կունենան անկանխիկ եղանակով գործառնություններից ստանալ իրենց հետվճարները։ Իհարկե խնդրի կարգավորման համար հարկ կլինեն լրացուցիչ իրավական կարգավորումներ, հարկ կլինի ձեռնարկել միջոցառումներ, իրավական կարգավորումներ արդեն մասնակիորեն ընդունված են, օրենքի մակարդակով կառավարությանը վերապահված է լիազորություն սահմանել այն բոլոր գործընթացներին ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ կլինեն այս անցումը կատարելու համար։ Այսօրվա արդեն իսկ նախարարական սոցիալական կոմիտեի նիստում 5 նախագծեր դրված են քննարկման, որպեսզի առաջիկա կառավարության նիստում քննարկվեն, մեկ նախագիծ դեռևս շրջանառության փուլում է, ընդհանուր առմամբ նախատեսվում է հետևյալը. Ես կներկայացնեմ իրավական ակտերին առնչվող կարգավորումները, իսկ իմ միասնական սոցիալական ծառայության գործընկերը արդեն այն քայլերը, որոնք իրականացնում է ծառայությունը, որովհետև կապված մեր շահառուների խոցելիությամբ տեղաշարժման սահմանափակում ունեցող անձիկ են հիմնականում, համակարգի ներդրման համար անհրաժեշտ է համագործակցություն։
համագործակցություն բանկերի հետ, բնականաբար առաջին հերթին մեր միասնական սոցիալական ծառայության կողմից։ Իրավակարգավորումների մակարդակում նախատեսում ենք հետևյալ այսպես միջոցառումների իրականացումը։ Դեռևս տարեսկզբից հնարավոր բոլոր միջոցներով լրատվական փորձում ենք մեր շահառուներին խնդրել, համոզել, բացատրել, որ իրենք դիմեն, ընտրեն իրենց համար բանկ։ Բոլոր այս շահառուներն, ովքեր իրենց կենսաթոշակ նպաստ ստանում են կանխիկ եղանակով, հայփոստի միջոցով։ Իդեպ այս ինչ որ ներկայացնում եմ եւ կշարունակի իմ գործընկերը ներկայացնելը վերաբերում է ոչ միայն կենսաթոշակներին, վերաբերում է ծերության նպաստին, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստներին, անապահովության, ընտանեկան նպաստին, խնամքի նպաստին, այսինքն բոլոր այն պարբերական ամսական վճարատեսակներին, որոնք այսօր քաղաքացին ստանում է կանխիկ եղանակով։ Ուրեմն մեր քաղաքացու քայլերը որոնք են։ Հնարավորինս շուտ դիմի եւ սահմանված եղանակներով ընտրի իր համար նախընտրելի բանկը, որի միջոցով ցանկանա ստանալ իր գումարը, կենսաթոշակ կամ նպաստ։ Դիմելու համար կա նաեւ առցանց տարբերակը, որպեսզի եղանակային պայմաններով պայմանավորված ժամանակ չկորցնելու համար, չկանչացնեն տարածքային բաժիններ, տարածքային կենտրոններ հերթեր չստեղծեն, Սոցսերվիս.am կայքում մենք ունենք տարբերակ հնարավորություն, որպեսզի առցանց դիմումի միջոցով կարողանան ընտրել բանկ։ Բանկը ընտրելուց հետո հարկ կլինի բանկի հետ կնքել հաշվի սպասարկման պայմանագիր եւ այնուհետեւ ստանալ բանկը քարտը բանկից։ Նրանք, ովքեր չեն հասցնի միջև մարտի 5-ը այս դիմումները ներկայացնեն կամ որևէ տարբերակով չեն ներկայացնի դիմումներ, մարտի 5-ին արդեն իսկ նախանշված միջոցառումները կիրականացվեն եւ եթե կլինի մի կենսաթոշակառու նպաստառու, ով մարտի 5-ի դրությամբ բանկը դեռևս ընտրած չի լինի, նրա փոխարեն մենք կընտրենք բանկ։ Մենք ասածը բնականաբար ծառայությունը հիմա ասեմ ինչ մեխանիզմով։ Եթե այդ անձը որևէ վճարատեսակ ստանում է կանխիկ եղանակով, ներողություն, անկանխիկ եղանակով, օրինակ, ասենք անապահովության նպաստը ստանում է բանկի միջոցով, բայց կենսաթոշակը ստանում է հայփոստի միջոցով կանխիկ եղանակով, ապա նրա համար կընտրվի այդ անապահովության նպաստի բանկը, որով որ ստանում է այն բանկը, որի միջոցով ստանում է իր անապահովության նպաստը։ Այսինքն, եթե կլինի որևէ վճարատեսակ, որ ինքը արդեն ստանում է բանկի միջոցով, ապա կանխիկ եղանակով մյուս վճարատեսակները կվճարվեն այդ բանկի միջոցով։ Իսկ եթե չկա այդպիսի բանկ, այս դեպքում ծրագրային մոդուլի ընտրությամբ մենք ընտրելու ենք այդ քաղաքացու համար բանկը։ Ընդ որում բանկի ընտրության վերաբերյալ քաղաքացին կտեղեկանա, եթե ինքը ունի մեզ մոտ հեռախոսահամար կամ էլեկտրոնային փոստի հասցե, որովհետեւ մենք հետադարձ կապի միջոցներով քաղաքացուն տեղեկացնենք, թե որ բանկն ենք ընտրել իր համար, եւ նաեւ կլինի ծրագրային ապահովման միջոցով մեր ծառայության կայքեջում մի այդպես հողում կլինի, որով կմտնեն իրենց անձնագրային տվյալը կամ հանրային ծառայության համանանիշը կհավաքեն եւ դարձյալ կտեսնեն, թե իրենց համար ինչ բանկ է ընտրված։ Ինչու ենք աշխատանքներ սկսում մարտի 5-ին, որովհետեւ մենք որպես կանոն կենսաթոշակառուներ շատ լավ գիտեն, վճարման ցուցակներ ձևավորում ենք յուրաքանչյուր ամսվա 1-ին եւ արդեն 2-ին 3-ին սկսում են բանկերից իրենց գումարները ստանալ։ Մարտի 1-ին մենք հերթական անգամ կձևավորենք մեր վճարման ցուցակները, այդ ամսվա ցուցակներում վերջին անգամ կլինեն կանխիկ եղանակով գումարներ ստացողներ, եւ որ գումարները արդեն կփոխանցենք բանկերին վճարման ցուցակները մարտ ամսվա, կսկսենք նախապատրաստվել ապրիլ ամսվան, որտեղ այդտեղ որոշակի գործողություններ պետք է կատարել, մասնավորապես բանկերի, այդ մասը ես կփոխանցեմ իմ գործընկերկանի, ես ուղղակի ուզում եմ ասել, ինչու մենք մարտի 5-ը ընտրեցինք, որպեսզի մարտից 5-ից ընկած ժամանակահատվածները հասցնենք կատարել այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են կենսաթոշական կանխիկ եղանակով ստանալու համար, եւ երբ որ ապրիլի 1-ին մենք արդեն վճարման ցուցակները ձևավորենք եւ ուղարկենք բանկերին, գոնե թե մեր այս շահառուները, որոնց համար մենք կընտրենք բանկը, պատրաստ լինեն արդեն իսկ
գումարը իրենց հաշիվներին նստելուց հետո կարողանան ստանալ կենսաթոշակը։ Հակառակ դեպքում են գործընթացը, որ հիմա իմ գործընկերը կներկայացնի, ստիպված կլինեն կիրառել ապրիլի 1-ից, եւ կենսաթոշակառուներն իրենց ապրիլ ամսվա կենսաթոշակը կարող են ստանալ ամսվա վերջին։ Շատ շնորհակալ եմ, խնդրեմ։ Ինչպես նշեց իմ գոլեգան, բացառապես անկախիկ եղանակով կենսաթոշակների եւ նպաստների գործընթացը սահուն իրականացնելու համար դեռևս անցած տարվանից սկսած իրականացվել են լայնածավալ իրազեկման բնույթի աշխատանքներ, ինչպես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, այնպես էլ միասնական սոցիալական ծառայության, կայքեջի պաշտոնական, սոցիալական հարթակների միջոցով, այնպես էլ նաեւ մեր տարածքային կենտրոնների աշխատակիցների միջոցով։ Նշված բացատրական աշխատանքների գործողությունների արդյունքում նաև մեր թեժ գծի սպասարկման ծառայությունների ընթացքում քաղաքացիների հետ բացատրական աշխատանքների արդյունքում մենք ունենք այնպիսի պատկեր, որ նախորդ տարվա համեմատ կանխիկով ստացող շահառուների թվաքանակը զգալի նվազել է, անցած տարվա համեմատ տարվա վերջին ունեինք մոտ 50,000 շահառուներ, որոնք ստանում էին իրենց կենսաթոշակի եւ նպաստները կանխիկ եղանակով, ներկա պահին այսօրվա տվյալներով դրանք շուրջ 26,000 են։ Սակայն այնուամենայնիվ այս 26,000 շահառուներին էլ խնդրում եւ հորդորում ենք, որ իրենց վճարման եղանակի փոփոխությունը, եթե նրանք հնարավորություն ունեն, դա կատարեն ինքնուրույն ու դա կատարեն մինչև մարտի 1-ը, ինչպես նշեց Տիկին Գալստյանը, մարտի 1-ը ընտրվել է նրա համար, որպեսզի հնարավոր լինի խուսափել բոլոր այն հնարավոր հերթերից, որոնք կառաջանան վերջին պահին, ու նաեւ հնարավորություն տալ բանկերին, բանկային հաշվի պայմանագիրը կնքել, բանկերի քարտերը թողարկել եւ եթե կլինեն քաղաքացիներ, ովքեր կունենան տեղաշարժման սահմանափակումներ, նրանց բանկային քարտի առաքումը իրականացնել մինչև ապրիլ ամիսը։ Այս գործընթացում, եթե պետք է նշել, որ մարտի 5-ից մինչև ապրիլի 1-ը բանկի ընտրության փոփոխությունը հնարավոր չի լինի կատարել այդ պարզ պատճառով, որ նշեցի, որպեսզի կարողանանք համակարգային մոտեցում ցուցաբերել, որ միասնական սոցիալական ծառայությունն էլ ունենա այդ հնարավորությունը այդ մի քանի օրերում 20 օրվա ընթացքում կարողանա կազմակերպել այդ ամբողջ գործընթացը։ Նշված գործընթացում, եթե կլինեն քաղաքացիներ, ովքեր կունենան դժվարություններ օբյեկտիվ պատճառներից ելնելով անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրելու հարցում, սուրհանդակային ծառայությունների հետ մեկտեղ նաև միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների մասնակցությունը կապահովվի։ Խնդրեմ գործնական օրինակով կասեք, օրինակ ինչ դժվարություն ունի, քաղաքացին չի կարողանում բանկ գնալ, թե բանկ գնա վերջացնի, դրանից հետո է ձեր անելիքը։ Եթե քաղաքացին ի սկզբանե չի կարողանում բանկ այցելել, բանկային հաշվի քարտի թողարկումը պայմանագրի կնքումը իրականացվելու է տանը սուրհանդակային ծառայության միջոցով։ Սուրհանդակը կկապնվի այն հեռախոսահամարով, որը տրամադրելու է միասնական սոցիալական ծառայությունը, փորձելու է բանկի քարտի պայմանագրի եւ քարտի առաքումը իրականացնել տուն։ Եթե փորձը ձախողվի եւ հնարավոր չլինի բանկային քարտի թողարկման համար անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրել, այդ փուլում արդեն միասնական սոցիալական ծառայության աշխատակցի հետ միասին կայցելեն տուն ու կկազմակերպեն ամբողջ գործընթացը համատեղ, արդեն համատեղ ջանքերով այսպես։ Սուրհանդակային ծառայությունը բանկի ծառայությունն է։ Չէ, բանկի ծառայությունն է, բանկն է ընտրելու սուրհանդակային ծառայությունը, որի հետ որ կփորձի համագործակցել, որի հետ որ կուզենա համագործակցել։ Ընտրության մեջ է։ Քաղաքացիները օրինակ հարց են բարձրացնում, որ կոնկրետ իրենց բնակավայրում այն բանկերը, որոնք ունեն փոքր մասնաճյուղեր կամ մեկ բանկ գոյություն ունի, այդ հեռավոր մարզային կամ համայնքային բանկերում զանգահարում են եւ ասում են այս բանը դեռ սուրհանդակային ծառայություն։ Ինչ չկա այդ սուրհանդակային ծառայությունը, քանի որ մենք բանկերի հետ ներկա պահին բանակցությունների մեջ ենք ու վերջնական հաստատված այն բանկերի ցանկը, որոնք որ պատրաստ են իրականացնել սուրհանդակային ծառայություններ, այս կարճ ժամկետում 1-2 օրվա ընթացքում վերջնական պարզ կլինի ու այն բանկերը, որոնք որ կուզենան եւ կմասնակցեն այս գործընթացին, նրանք իհարկե կիրականացնեն սուրհանդակային ծառայության միջոցով քարտերի առաքումները տուն։ Իսկ եթե Կներեք իդեպ լրացնեմ, այ գործընկերը պատասխանը մի րոպե, իսկ մասով։ Եթե կլինեն բանկեր, քաղաքացիները արդեն ընտրած կլինեն բանկեր, որոնք որ այս գործընթացում մեզ հետ չեն համագործակցում, բայց այնուամենայնիվ հունվար, փետրվար ամիսներին այն բանկերը, որոնք որ
գործընթացին չեն մասնակցում, միևնույնն է գործընկերային հարաբերությունների միջոցով այնուամենայնիվ քաղաքացիներին քարտերը ամեն ինչ կանենք, միասնական սոցիալական ծառայությունը հաստատ օժանդակելու է այդ հարցում, որպեսզի նրանք իրենց քարտերը ստանան։ Ես ուզում եմ ուղղակի հավելել իմ գործընկերով ներկայացրածին, որ երբ որ մենք մարտի 5-ին ծրագրային մոդուլով ընտրենք բանկ, մենք ունենք 12 կենսաթոշակ վճարող բանկեր։ Ընտրությունը ոչ թե 12 բանկերի միջև է լինելու, այլ այն բանկերի, ովքեր արդեն իսկ սուրհանդակային ծառայություններով պատրաստ կլինեն այդ առաքումները կազմակերպել։ Այսինքն այն խնդիրը, որ դուք ասեցիք, գոնե այսքանով մարտի 5-ին ընտրածների մասով չի լինի։ Գտնեն են բանկերը, որոնք պատրաստական են այդ մատուցել այդ ծառայությունները։ Այդ բանկերն էլ, ասենք, ենթադրենք 3 բանկա, 4 բանկա, 5 բանկա ընտրվելու են այն սկզբունքով, թե այդ հասցեի բնակավայրում հաշվառված կենսաթոշակառուները, որ բանկերն են նախընտրում։ Եւ այդ ում համար բանկը այնուամենայնիվ հաշվի առնելով տարածաշրջանային բաշխվածությունը միևնույնն է այդ բանկերն են ընտրվել, որոնք որ այսպես ասած հարմար կլինեն իրենց։ Ներկա պահին ներողություն կարող ենք արձանագրել, որ եթե քաղաքացին ունի խնդիր դժվարություն, առաջինը կարող է զանգահարել միասնական սոցիալական ծառայության գրասենյակ, հաջորդիվ արդեն դուք կուղղորդեք ինֆորմացիա կտաք, որ բանկն ունի սուրհանդակային ծառայություն։ Ես դրա մասին էի ուզում հենց ասել, որ ներկա պահին ամենօրյա աշխատանքներ են իրականացվում, միասնական սոցիալական ծառայությունը իրեն հասանելի ողջ տեղեկատվությունը համադրում է, ամփոփում է եւ վերջնական ունենալու համար են քաղաքացիների շրջանակը, որոնք որ ըստ էության կունենան բանկային քարտի առաքման ծառայության կարիքը եւ ինչու՞ չէ նաեւ միասնական սոցիալական ծառայության օժանդակությունը ու ներկա փուլում նաեւ տարածքային կենտրոնների աշխատակիցների միջոցով շատ այսպես օպերատիվ կարգով ճշտվում են քաղաքացիների հեռախոսահամարները, կապ են հաստատվում նրանց հետ, իրականում ճշտելու արդյոք քաղաքացիները ունեն տեղաշարժման խնդիրներ կամ որևէ այլ օբյեկտիվ խնդիրներ, որոնք որ նրանց կխոչընդոտեն են բանկային հաշվի պայմանագիրը կնքելու գործընթացում ու այդ վերլուծական աշխատանքների ընթացքում պարզվել է նաև, որ որոշակի շահառուներ չունեն վավեր անձահաստատող փաստաթուղթ, խոսքը գնում է մոտավորապես 2500 քաղաքացիների մասին, ես հորդորում եմ այս քաղաքացիներին նույնպես խնդրում ենք նրանց, եթե հնարավորություն ունեն, փորձեն անձահաստատող փաստաթուղթը ձեռք բերել ինքնուրույն Եթե այս քաղաքացիների շրջանակներում կլինեն անձինք, որոնք նույնպես կունենան տեղաշարժման սահմանափակումներ ու չեն կարողանա անձահաստատող փաստաթուղթը վավեր, անձահաստատող փաստաթուղթ ձեռք բերել մինչև ապրիլ ամիսը, մեր ներքին գործերի նախարարության գոլեգաների հետ միասին բանակցությունների արդյունքում համատեղ ջանքերով նրանց նույնպես անձահաստատող փաստաթղթի տրամադրման գործընթացը կիրականացվի անձնագրային շրջիկ անձնագրային կետերի միջոցով միասնական սոցիալական ծառայության օժանդակությամբ։ Շատ լավ, մի այսպիսի հարց, սոցիալական ցանցերում քաղաքացիները չգիտեմ ինչու այսպիսի հարց են բարձրացնում։ Իրենք մտավախություն ունեն, որ ապրիլի 1-ից հետո քարտով չեն կարողանալու բանկոմատներից գումար կանխիկացնել։ Խնդրում եմ բարձրաբանեք ինչ մտահոգություններ են, որքանով է իրական, որքանով է ոչ։ Կարծում եմ այդ մտահոգությունները բացարձակ իրականության հետ որևէ կապ չունեն, որովհետև ինչպես որ մնացած բոլոր մեր շահառուները, այն 660,000 շահառուները, ու 630,000 շահառուները, որոնք որ օգտվել են մինչև հիմա իրենց կենսաթոշակի իրավունքից, ստացել են քարտով, իրացրել են քարտով, թեկուզ անկանխիկ, թեկուզ կանխիկացնելով, նույն հնարավորությունները նաև լինելու են այս շահառուների համար։ Շատ լավ, շնորհակալ եմ, խնդրեմ։ Մի հերոստանգերություն հարցը սարտա քարտերի վերաբերյալ ինչ կարելի է դիզայներներ թոշակառուները, որպեսզի իրենց քեշբեքը լինի ոչ թե 20%, այլ 22%։ Մենագիրը կնքելու փուլում նրանք ուղղակի հայտնեն իրենց կամ հայտնությունը, որ ուզում են արքա քարտով։ Եթե խոսքը վերաբերվում է այն գործընթացին, որ իրականացնելու է միասնական սոցիալական ծառայությունը, այն փուլում, որ մարտի 5-ից ապրիլի 1-ը ընտրելու է բանկ, քարտերը թողարկվելու են ի սկզբանե բոլորը արքա տեսակով։ Այսինքն ուրիշ գործողություն անելու կարիք չկա։ Այն քաղաքացիները, որոնք ինքնուրույն կարող են իրենց բանկային հաշվի պայմանագիրը կնքել եւ մոտենալ բանկ, նրանք ուղղակի պարզապես պետք է ասեն, որ արքա են ուզում։ Արքավճարատեսակով են ուզում քարտերը, եթե իհարկե վիզա չեն ուզում։ Եթե ուզում են, դա նրանց ցանկությունն է։ Եթե ուզում են նաև օգտվել արքա քարտի քեշբեքի հնարավորությունից, այս պահին օգտվում են վիզա քարտով, այո, պետք է փոխեն արքա։ Շատ լավ։ Տիկին Գալստյան քաղաքացիների կողմից նաև կա այսպիսի մտահոգություն, որ օրինակ բանկեր դիմելու են, չգիտեմ,
քարտերի համար այդտեղ էլեկտրոնային հասցե են ուզում։ Օրինակ, չգիտեմ, 86 տարեկան պապիկը ինչ էլեկտրոնային հասցե պետք է ներկայացնի, ո՞նց է կետությունը պատկերացնում։ Հարցը երկու ենթատեքստ ունի։ Նախ այնինչ նախատեսված է բանկի ընթացակարգերով, բանկը պարտավոր է պահպանել։ Երկրորդ, երևի թե մեզի շատերով լսում կամ մասնակցում է այդ համակարգին, տեղյակ է, որ ինքը էլեկտրոնային փոստի հասցեներով ստանում է հաղորդագրություններ, կարևոր հաղորդագրություններ։ Չգիտեմ, բացեն, որ հաշվի նստեց, հաշվից գումար դուրս եկավ եւ այլն։ Այսինքն դա այդպես կամայական ոնց որ ցանկություն չի։ Հնարավորինս մեկ այդ երկրորդնային ինֆորմացիա կրող տեղեկատվությունները բացառել ենք։ Դա այն անհրաժեշտ տեղեկատվությունն է, որ պիտի պետք է բանկին իր ծառայությունները պատշաճ մատուցելու համար։ Այնպես որ մեր տարեց կենսաթոշակառուները ունենք այդ փորձը, վստահելի այն հասցեն են տալիս, որ կարող է կապը ապահովել կենսաթոշակառուի եւ բանկի միջեւ։ Իսկ այդ հասցեներին եմ ասում պարտադիր են, որպեսզի կարողանա բանկը անհրաժեշտ հաղորդագրություններով կապ հաստատի իր թոշակառուի, իր շահառուի հետ։ Տիկին Բեգարյան, եթե միայնակ տարեց է, ինչ լուծում եք առաջարկում այդ դեպքում։ Էլեկտրոնային